Կներեք ես արտահերթ հարց տամ հենց թեմայի հետ որոշակի կապ ունի, էլի։ Գրանցվածել եմ, ուղղակի մի քիչ շուտ կտամ հարցս։ Պարոն Ֆարմանյան, նախընտրական ցուցակը մեր մոտ կազմվել է ընտրություններով։ Մարդիկ գնացել են, վերցրել են քվեաթերթիկը եւ գցել են քվեա տուփը, նշելով իրենց ցանկալի տեխնացուների դիմաց վեաձև նշան կամ մեկից միջև որթիվը նշան, բայց դա էական չի։ Ասում եք Մաքսայինի աշխատանքը մեր ցուցակից ինչ-որ մեկը կբնութագրի, դա էլ էական չի։ Նայում եմ, ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը եւ տեսա Մեկ Հայաստան կուսակցության անդամակցության մասին, մտա կուսակցության էջը, YouTube-յան, մի հետաքրքիր հարցազրույց կա, որը տվել եք 2020 թվականի հունիսի 19-ին Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված Երևան Today ալիքին։ Ձեր վերաբերմունքի մասին ենթադրում եմ այնտեղ եք խոսում, երբ որ ասում եք հետևյալը, գուցե ոչ բառացի, բայց միտքը միանշանակ իդեալական հիմա կմեջ բերեմ։ Ապօրինի գույքի բռնագանձման օրինագիծը ական է պետության տակ։ Նպատակը պատժելն է մարդկանց։ Պետք է այլ ճանապարհով գնայինք, անցյալի էջը պետք է փակվեր։ Պարոն Ֆարմանյան, կարող եմ արդյոք դիտարկել, որ դուք այդ մտքերը արտահայտել եք, քանի որ դուք կարծում եք, որ այն տարիներին, երբ որ դուք պաշտոնավարել եք Հայաստանի Հանրապետության ամենակոռումպացված հիմնարկներից մեկում, ով ինչ արել, լավ է արել, ով Ամերիկայում 100 միլիոնանոց տուն է գցել, լավ է արել, ով Հայաստանի Հանրապետությունից հարյուրավոր միլիոններ է գողացել, լավ է արել։ Եվ արդյոք դուք շարունակում եք մնալ այն կարծիքին, որ անցյալի էջը պետք է փակված համարել եւ որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը ական է պետության տակ եւ ոչ թե ական են պետությունից թալանող պաշտոնյաները։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ալեքսանյան։ Ինձ մոտ պահի տակ ինչ որ դեժավյու է առաջանում, երբ անընդհատ Ռոբերտ Քոչարյանի անունն է հնչում կամ ինչու եք այս կուսակցություն։ Դուք ուշադիր նայել եք ընդհանրապես ձեր նախընտրական ցուցակը մեկ անգամ եւս կրկնեմ, թե քանի հոգի մարդ կա տարբեր կուսակցություններ փոխած։ Ինչպես մեկ անգամ նշեցի, մեկ անգամ եւս կրկնեմ, իմ կենսագրության որևէ րոպեից, որևէ ժամից չեմ պատրաստվում հրաժարվել կամ արդարանալ։ Այո, ես եղել եմ Մեկ Հայաստան կուսակցության անդամ, ամենայն անկեղծությամբ կարծեմ այդ կուսակցությունը չի էլ գրանցվել, չեմ հիշում ես հիմա։ Արթուր Ղազարյանը փայլուն գաղափարների տեր անձնավորություն է, այդ կուսակցությունը իդեպ շատ լավ գաղափարներով կուսակցություն է եղել եւ գաղափարական հենքի վրա եմ անդամակցել, այնպես ինչպես Ուժեղ Հայաստան կուսակցությանը ներկայումս, ինչ-ինչ տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ գործունեությունը շարունակել։ Այո, ես այդ կարծիքը ունեցել եմ, ներկայումս եւս ունեմ այդ կարծիքը, կարծում եմ, որ Հայաստանի ընդհանուր օրենսդրության շրջանակներում ապօրինություն թույլ տված անձանց հնարավոր է պատժել։ Երբ նման օրենք է ընդունվում ապօրինի գույքի բռնագանձման մասին, տեղ ինձ համար որպես մարդ, որպես մասնագետ, որպես Հայաստանի քաղաքացի բազմաթիվ մութ հարցեր կան, սուբյեկտիվ կողմեր կան, եւ ես իմ անձնական կարծիքն ունեմ։ Իմ անձնական կարծիքը չի փոխվում երբեք։ Այո, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը մանավանդ 20 թիվ չէ, եթե չեմ սխալվում նշեցիք։ Այո, ես գտնում եմ, որ այդ ժամանակ դա եղել է պատժի գործիք եւ հիմա էլ կան բազմաթիվ դեպքեր, չեմ կարող հստակ այս պայն մատնանշել, բայց ունեմ այդ կանխավարկածը, որ ապօրինի գույքի մասին օրենքը հենց միտում է ունեցել մարդկանց պատժելու, այնպես ինչպես սեփականության իրավունքի ոտնահարումը Հեցի դեպքում, Գագիկ Ծառուկյանի բիզնեսների դեպքում, եւ դուք կարող եք օրինակ պատասխանել մի հարցի, ենթադրենք, այստեղ կարևոր չի ով է սեփականատերը, որ օրինակ Երևանի քաղաքապետարանի կողմից Multi Wellness ընկերությունը, երբ բռնագրավվում է, այսպես ասեմ, ներսի գույքը ինչ կապ ունի դրա հետ, որ այդ ներսի գույքը ապօրինաբար վերցնում են։ Սրան կարող եք դուք գնահատական տալ։ Այս նույն համատեքստում եմ ես ձեր հարցին պատասխանում։ Եվ այո, չեմ հրաժարվում իմ բոլոր մտքերից։ Ապօրինի գույքը, տվյալ օրենքը, այո, այդ տեսակետի հեղինակը ես եմ եւ գնահատում եմ, որ դա սխալ է։ Անչափ շնորհակալ եմ ազնվության եւ անկեղծության համար, ես կարծում եմ մեր քաղաքացիները կգնահատեն ձեր այս մտքերը եւ մեր քաղաքացիների համար եւս մեկ անգամ արձանագրում եմ, որ Ուժեղ Հայաստան խմբակցության կողմից առաջադրված տեխնացում փաստացի գտնում է, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրինագիծը ական է մեր պետության տակ եւ անցյալի էջը պետք է փակել։ Այսինքն, եթե դա թարգմանենք,
կստացվի հետևյալը, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքից երբ պահանջվում է $200 միլիոն ապօրինի գույք, այդ էջը պետքա փակել եւ չպահանջել։ Օրինակ Գագիկ Խաչատրյանից, երբ որ պահանջվում է, չգիտեմ էլ ինչ թվերի մասին է խոսքը, անկեղծ ասեմ, ահռելի մեծ գումարներ, այդ էջը պետքա փակել։ Եվ այսպիսով վերջնական հարցը, պարոն Ֆարմանյան, արդյոք դուք այստեղ եք Թալանը պաշտպանելու համար եւ դա ձեր թիվ 1 նպատակն է լինելու։ Շնորհակալություն։ Իհարկե, Թալանը չեմ կարող պաշտպանել, պարոն Ալեքսանյան, ես ընդհանրապես այլ բան ասացի, որ ընդհանուր օրենսդրության շրջանակներում միշտ եղել են այդ մեխանիզմները ապօրինությունները բացահայտելու համար։ 8 տարի դուք իշխանության եք, բացահայտեք, որևէ խնդիր չկա։ Եվ ի սկզբանե նպատակը, ես այդպես եմ կարծում, դա իմ մասնավոր կարծիքն է, եւ հասարակական համերաշխության տեսանկյունից, այո, պետք է անցյալի էջը փակվի։ Ես նոր падգամավոր եմ, եւ օգոստոսի 2-ից առ այսօր միայն մարտի 1-ի մասին եմ լսում եւ Ռոբերտ Քոչարյանի։ Դուք չեք հոգնել ինձ, ուղղակի հետաքրքիր է։ Մեր ժողովուրդը ինչ է մտածում մեր մասին։ Ես ընդհանուր խոսում եմ երևույթի մասին։ Երբ որ ասում ենք անցյալի էջը փակել, մենք պետք է առաջ շարժվենք, ժողովուրդ ջան։ Հոգնել ենք, չի կարելի անընդհատ խոսել մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը։ Ես հասկանում եմ, որ գոյություն ունեն որոշակի քաղաքական տեխնոլոգիաներ, մենք էլ ենք տիրապետում այդ տեխնոլոգիաներին։ Ինչի համար եք դուք անդադար կրկնում սակրավոր բառը, անդադար կրկնում եկեղեցու թեման, անդադար կրկնում մարտի 1-ը։ Նպատակը մեկն է, որ մարդկանց ենթագիտակցության վրա դա ամրապնդվի։ Այդ իսկ պատճառով ես կոչ եմ անում հարգելի հայրենակիցներ, ամենայն անկեղծությամբ, իրոք փակենք անցյալ էջը եւ զարգանա մեր երկիրը։ Շնորհակալություն։